Ողջույն բոլորիդ, բարի ուշ երեկո եւ մյուս տեղը բարի լույս, սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, բոլոր իմ Facebook-յան հետևորդներ, հազարավոր ընկերներ եւ բոլոր այն մարդիկ, որոնք մտահոգ են եկեղեցու հարցերով։ Աստծո ձայնը հաղորդաշար այժմ ուղիղ արտակարգ եթերում է եւ մենք քննարկելու ենք այսօր թե այն ինչ որ այսօր տեղի ունեցավ Էջմիածնում եւ ինչ պիտի լինի սրանից հետո եւ քանի որ շատ տեղեկություններ չեն հայտարարվել ավելի ճիշտ փակ պահեցին ամենը ինչ որ տեղի ունեցավ ժողովի ժամանակ ես կուզեմ որ հանրայնացնեմ այդ փակ բաները որ այնտեղ տեղի են ունեցել եւ վստահ եմ որ մոտ օրերին մեր ժողովուրդը ականատեսը կդառնա այն զարգացումների, որոնք բերելու են եկեղեցու ամբողջական ազատագրմանը։ Ինչպես ձևավորվել է ավանդությունը, եկեք աղոթքով սկսենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որերկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո եղիցին կամ քո որպես երկինը ծևերկրի, ըսհաց մեր հանաբազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարծիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտաբանած եւ մի տանիրս մեզի փորձություն ալփրգյազ մեզի չարե զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն խաղաղություն ամենեցուն այստեղից այս նախադասությամբ որը հաճախ եք լսել եւ միշտ պիտի լսեք եկեղեցվո մեջ երբ որ որևէ մի արարողություն շամերգություն որևէ խորհուրդ կամ ուղակի կարգ եւ առավել եւս սուբ եւ անմահ պատարակ երբ որ կկատարվեն եկեղեցվո մեջ անպայման պետք է լսեք որ քահանան կամ խորհրդակատար հոգևորականը անպայման խաղաղություն ամենեցուն այս օրհնության աղոթքի խոսքի փաստորեն եւ շնորհքը նաեւ կիչացնի եւ կբերի այդ օրհնությունը համայն այն ժողովրդին որը մասնակցում է այդ տվյալ արարողությանը խաղաղություն ամենեցուն այս կարգախոսն է նաեւ այսօր այս սրբազան իրական սրբազան ուզում եմ այդ բանի վրա շեշտը դնել պայքարը որը սկսվեց Կտրիչ Ներսիսյանի բանդայի եւ նրանց բոլոր այն մարդկանց ովքեր որ այսօր այդ նույն նավակի մեջ փորձում են քողարկել իրենց կեղտոտ կյանքը իրենց ամբարոյական վարքը իրենց այդ բոլոր հակականոնական գործառույթները որոնք տարիներ տասնյակ տարիներ շարունակ նրանք կյանքի են կոչել խեղելով արժեհամակարգը պղծելով այն եւ մայր եկեղեցին աղավաղելով հասարակությանը խափելով շփոթմունքի մեջ դնելով հավատացյալ բանավոր հոտին որպիսի քողարկեն իրենց ստոր քայլերը եւ իրենց ուրեմն անփարովարքը եւ կեղծ դեմքերով ուրեմն այդպես ձևանալով դերասանություն անելով իբրև թե նրանք սուրբ մաքուր մարդիկ են հավատացյալ եւ այլն հավատացյալ հոտից կորձեն գումարներ իրենց այլանդակ ծոփ եւ շվայտ այդ կյանքի ու իրենց բոլոր այդ կյանքի դրսևորումների համար հիմա սիրելիներ իհարկե եկեք բացենք փակագծերը ուրեմն ջուր ծեծոց էր ամբողջ ժողովի ժամանակ որևէ բան տեղի չի ունեցել բայց հետով առանձին քանի որ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը մի քիչ ուշ մոտեցավ ըստ երևույթին ես իհարկե տեղեկություն չունեմ բայց ըստ երևույթին երևի հենց ինքը բերեց այդ տեղեկանքը այդ փաստաթուղթը որի մեջ նշված է այն փաստը կարևորագույն որ ահավասիկ արշակ թմրամոլ arczepiskopos սատանայի ճուտը այս կեղտը սրբապիղծ այդ շնությունը այդ այլանդակությունը չգիտեմ ինչ ձևով էլ անվանեմ գործել է իրականության մեջ այսինքն այդ չի կարա խապի սուտ խոսի հասարակությանը այս բանով մոլորեսնի որ իբրև թե արհեստական ինտելեկտի բաներն էր դա ինչ որ հնարքներով արեցին մարդիկ եւ սկսեցին համացանցում տարածել ոչ սա ինքն է որը կեղտոտություն է արել ինքը կեղտ է ինքը սրբապիղծ է եւ այդ սպրախկեն այդ տեղեկանքը խոթեցին Կտրիչ Ներսիսյանի աչքը բնականաբար եթե նա ստացել է այսօր ես ասում եմ ուշացումով եկավ ժողովին ոչ մենակ եպիսկոպոսներն են ներկա բանից բարձում է կանչել է ուրիշ միաբաններ Կուսակրոն վարդապետ աբեղա բայց եպիսկոպոսական ժողովի ժամանակ գործ ունեն այդ մարդիկ այնտեղ դրա համար կոչվում է եպիսկոպոսական ժողով եթե դա լիներ միաբանական ժողով բոլոր միաբանները պիտի հավաքվեին ովքեր որ Էջմիածնի միաբան են իսկ քանի որ սա Էջմիածնի միաբանական ժողովը չէ այլ եպիսկոպոսական ժողով է ուրեմն միայն եպիսկոպոսական աստիճան ունեցող հոգևորականները
իրավասություններ ունեն մասնակցություն ունենալու այդ ժողովին։ Նորից Wi-Fi-ի խնդիր է պատտվում է, ուրեմն եպիսկոպոսական աստիճան ունեցող հոգևորականը միայն իրավասու էր այնտեղ մասնակցություն ունենալ, իսկ ինքը բերել է վարդապետ, չգիտեմ, աբեղա, ասել են նրանք աստվածաբաններ են, բանից պարզում են նրանք եկել են եպիսկոպոսներին դասեր կարդալ, բացադրել, որ եկեղեցու մեջ երբ որ պատարակ է մատուցում, եթե հանկարծ կաթողիկոս սատանա Գարեգինի, որը ինքը կաթողիկոս չէ, ապացուցված է, որ նա fake կաթողիկոս է, անունը չեք տալիս, ուրեմն այդ պատարակը հակականոնական է, օրենք եք խախտում, եկեղեցական կարգն եք խախտում, ուրեմն ինչքան որ օրենք ու կարգ կար եկեղեցվո մեջ 1700 տարիների ընթացքում իբրև պետական արդեն ձևավորված եկեղեցին այդ բոլոր կանոնները, որոնք գործել են այսքան տարիներ, դարեր շարունակ եւ մինչ այդ առաքելական դարից սկսած, որովհետեւ մեր եկեղեցին առաքելահաստատ է եւ առաքելական կանոններն են առաջնայինը, սկզբնաղբյուրը եղել, եկեղեցու ուղեցույցը եղել, դա հեչ, բոլորը հեչ, այս բանի վրա է կենտրոնացել, որ սատանա կտրիչ պորնիկի անունը չեն հոլովել այնտեղ եւ այդ դրա վրա են կենտրոնացել, թե ինչ պատիժ պիտի սահմանեն, ոնց պիտի դրան վերաբերվեն եւ այլն։ Իսկ տեղեկանքը երբ որ հասավ տեղ, արդեն ճամփել էր այն եպիսկոպոսներին, որոնք չեն մտնում այդ խմբի մեջ, ովքեր որ այս հանձնաժողովի անդամներն են արշակ թմրամոլի շմարավոզի հարցը լսելու համար։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, արդյունքների մասին ինձ թվում է ես վաղը իրազեկված կլինեմ, բայց բոլոր դեպքերում ես գիտեմ, որ նապահանջը չի բավարարելու, որտեղ շաբաթ օրը, ասեցի արդեն, Սուրբ Թադևոս եւ Սուրբ Բարդողոմեոս առաքյալների տոնական օրվա հիշատակ է եւ ոչ մենակ պատարակ պետք է մատուցվի, այդ օրը նաեւ պետք է եպիսկոպոսական դասի ներկայացուցիչները ժամանեն էջմիածին եւ իհարկե պետք է կտրիչի առաջ այդ հարցը բարձրացնեն, դնեն, ասեն, այս շմարավոզը ինչ գործ ունի, այս արշակը, այդ այլանդակ ամփարոյականը, որը Տիտրոս է գրում արքեպիսկոպոսի, դիվանապետի պաշտոնն է զբաղեցնում, երկրորդ դեմքն է եկեղեցու մեջ, այս ձևի այլանդակությունների անում, բացի դրանից կակապահականի դատավճիռները, այսպես ասած, հոգևորականների ճակատագրիրը խեղողն է, ինքն է որոշում, այս հարցը պիտի բարձրացնեն, որպեսզի վերջանա կտրիչ Ներսիսյանը։ Իհարկե նա չի անելու, ինքը չի կարող շմարավոզ արշակին կպնել, քանի որ արշակը իրեն ուլտիմատում է քաշել, պայման է դրել, ասել է, որ ես քեզ կվերջացնեմ, քանի որ ինքն է ձեռքը ունի բազմաթիվ փաստեր, այսօր երևի դիտեցիք Civic.am-ի իմ տված հարցազրույցում ես մանրամասն անդրադարձել է այս երևույթներին, հաղթանակը շատ մոտ է սիրելիներ, եւ Կիրակի օրը դուք պիտի լուսավոր մի իրադարձություն նկատեք, այդ պատարակը, որ պիտի մատուցվի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, շատ հարցերի պատասխանն է տալու ու փակելու է կտրիչ Ներսիսյանի արհավիտյան իր նողկալի գործերի, չար գործերի դուռը եւ իր արժե բացելու է ողբերգության, իր անձնական ողբերգության եւ պատժի դուռը։ Այդ Կիրակի օրվա սպասվող Սուրբ եւ անմահ պատարակը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Երևանի մեջ։ Հետևաբար մենք պետք է շատ ուշադիր մեր հետևենք այս զարգացումներին, այս օրերի մեջ, որտեղ տեսակ չէ լրագրողները այն շնագայլների պես հարցակվել են եպիսկոպոսական դասի ներկայացուցիչների վրա, հարցակվել են։ Հիմա գիտեք հարց է ծագել։ Ինչի է Էջմիածին գնացողը միայն ընդդիմադիր լրատվամիջոցներն են։ Ինչի է միայն ընդդիմադիր դաշտի այդ կարկառուն Սատանա, Սերժիկ Սարգսյան, Ռոբիկ Քոչարյան եւ մյուս պորնիկները, որոնք իրենց ածանցիալները գոյություն ունեն, նրանց գրպանից սնվող, լափամանից օգտվող տականքները գնացել են միայն այնտեղ։ Ինչի չեն գնում Հայաստանի իշխանամետ, պետական լրատվամիջոցներ, ինչի Civic.am-ը չկա այնտեղ, ինչի հայկական ժամանակը չկա, մյուսները, ովքեր որ իշխանական մեդիա դաշտն են ներկայացնում, ինչի չկան։ Այսինքն կողմնակալություն, այսինքն այնտեղ սատանայի բույնը ընդդիմադիրի համար բարենպաստ պայմանները ստեղծող հարթակ է, քաղաքական հարթակ, մայրաթոռը քաղաքական հարթակի է վերածած։ Ես ինչի եմ ասում կուկուշկայի աթոռ, բա կուկումն է կանչում, քաղաքական հարցեր են լուծվում, քաղաքական խոսակցություններ են, այս մարդկանց խոսույթները լսեք, այս մարդկանց մտքերը տեսեք։ Այս է խայտառակությունը, որ կատարվում է մայրավանքին մեջ։ Ուստի սիրելի ժողովուրդ, ես միայն պիտի ասեմ, որ բավական քաչ եպիսկոպոսներ կան, այսօր նրանք 8 հոգի են, ուզում եմ ձեր ուշադրությանը հանձնել այս ուշագրավ փաստը, եւ նրանց մեջ նաեւ կա Գերմանիայի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Սերովփե եպիսկոպոսը, սա ինձ համար շատ կարևոր է եւ ուրախալի է, որ
բոլոր բարագաներում սերովփենել դարձիկավ։ Ետ դարձավ չարի ճանապարից եւ ահավասիկ թոթափեց իր մեղքերը իր այս քայլով վճռական, որ նաեւ կանգնել է արդարության կողմը։ Նա ուզում է փոխվի վիճակը եկեղեցում պետք է կանգնի այն աթորին առաջ բազմած տեղապահը, որ ժամանակավորապես պիտի պահի կաթողիկոսի գահը, այսինքն դրա համար կոչի կաթողիկոսական տեղապահ, որը պետք է արդարություն եւ հարցերի լուծում բազմաթիվ այդ խնդիրները, որոնք առաջացել էին, որոնք կուտակվել էին այս ամբողջ շրջանում, որպեսզի նրանց լուծումները, այսպես ասած, ինքը ի կատար ածի։ Եվ պատրաստի նաև արդար, թափանցիկ ընտրություններ կաթողիկոսական, որոնք իհարկե պետք է նպաստեն, որ ազգընտիր ընտրություն լինի, այսինքն պետք է ազգը ընտրի եւ պետք է ազգընտիր կաթողիկոս ընտրի, այսինքն այն անձը պիտի ընտրվի, նախ պետք է ինչպես Փաշինյանը հաստատեց ստուգվի իր բարեվարկությունը եւ ի վերջո նա պիտի արժանինքներ ունենա, որոնք իրեն այդ լեգիտիմությունը կտան, հա, այսպես ասած ավելի աշխարհիկ քաղաքական լեզվով ասած, եւ մեր ժողովրդի մեջ այլևս ոչ մի բան նմանատիպ հարց չպիտի առաջացնի։ Որտեղ կաթողիկոսի հետ կապված հարցերը, եթե կաթողիկոսը իրական կաթողիկոս է, եթե ինքը իր հոգեվոր առաքելության մեջ է, հովապետ է, եթե նա հոգեվոր սնունդի, մեր ժողովրդի հոգեվոր կյանքի, նաև սոցիալական ինչ-որ հարցերի մեջ օժանդակություն ունեցող մեկ անհատ է, որը առաջնորդում է հայ ազգին դեպի հավիտենականություն, դեպի հոգեվոր փրկություն, դեպի առաքինի վարք, դեպի բարի գործեր, այսպիսով փարատվում է բոլորը, ոչ մի հարց ու պատասխան չկա, ընդհանրապես լրատվամիջոց չկա, ոչինչ չկա, աղոտ կա այնտեղ, խունկ է ծխվում, մարդիկ գալիս են իրենց հոգսերը հանձնում են, իրենց խոստովանանքն են անում, թեթևացած գնում են իրենց տները, ապրելու այս կյանքը, դիմակայելու բոլոր կյանքի դժվարություններին, փորձությունները հաղթահարելու համար։ Սա է եկեղեցին, Աստծո տունն է, Աստծո տունն է, ոչ թե սատանայի որջը, որին վերածել էին մայրաթոռը եւ դարձել էին կուկուշկայի աթոռ։ Այսա պիտի լինի, սիրելի ժողովուրդ, ուրիշ ոչ մի բան չկա այնտեղ, ոչ մի գաղտնիք չկա։ Երբ որ մենք ասում ենք ազատագրել, դա ի նկատի ունենք, երբ որ մենք ասում ենք վերադարձնենք մեր սեփականատիրոջը, այո, հայ ժողովուրդն է սեփականատերը մայր եկեղեցու։ Հայ ժողովրդին է պատկանում եկեղեցին։ Եկեղեցին չի պատկանում հոգեվորականներին, հոգեվոր դասին։ Անցյալի մեջ կամ ներկայի կամ ապագայի մեջ ոչ, ծառայողներ են, կաթողիկոսից մինչև շաքային դպիրը, բոլորը ծառա են Աստծու եւ մեր ժողովրդի ամեն մեկ ունենալով իր աստիճանը, որով նա ունի իր պարտականություններն ու իրավունքները եւ իհարկե պատասխանատվության աստիճան, ինչքան աստիճանը ցածր է, պատասխանատվությունը այդքան ցածր է, ինչքան բարձր է, այդքան բարձր է, այդքան պիտի սերը մեջը գործի, այդքան հայրություն պետք է մեջը գործի։ Սա է, եկեղեցին դրա համար է, սիրելի ժողովուրդ, եկեղեցին ուրիշ նպատակ 21-րդ դարում բացարձակապես չունի։ Չի կարող, երբ որ մենք ունենք արդեն պետական ինստիտուտներ, երբ որ ձևակերպվել է եւ ձևավորվել է 4-րդ հանրապետությունը, ես կհամարեմ եւ կհայտարարեմ հաղթանակած, այն պահին, երբ որ կազատագրվի Էջմիածինը ստահակներից, կասեն, որ իսկապես ի կատարածվեց 4-րդ հանրապետությունը։ Երբ որ երկիր կա, ղեկավարություն կա, պատասխանատուներ կան եւ կա համակարգ պետական, այլևս եկեղեցու դերակատարությունը չի մտնում այդ գործառույթների հետ, նա ոչ մի աղերս չպիտի ունենա, բացարձակապես ապակահաղականացված կառույց է սա։ Առավել եւս որպես սոցիալական ինստիտուտ աղքատին ձերքը իր օգնության ձերքը մեկնող մոլորված մարդուն շփոթված կյանքի մեջ, եթե ընդդիմադիրի հետ գործ ունի, մենակ մի բանի համար պետք է աշխատի, մեծ մարդկանց մեղքերին թավություն տա, դաստիարակի, բերի դեպի Աստված, որ նրանք ձեռք քաշեն կեղտերից, ձեռք քաշեն իրենց սխալ գործերից։ Այս սրա պիտի վրա աշխատել եկեղեցին։ Նա պիտի այսօր ընդդիմադիր դաշտեր, գիտեք ինչ ճանապարհով աշխատել։ Այդ մարդկանց հրավիրել ապաշխարության, ապաշխարեցնել դրանց։ Եթե հնարավոր է, ինչու՞ չէ, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բանին, Տաշիր Սամոյին, բոլոր գողավազակներին, նույնիսկ բանտերում իրենց գնար ապաշխարություն քարոզեր։ Խելք սովորացնել։ Այս սրա մեջ է եկեղեցին, ոչ թե դավեր գործելու ընդդիմադիր դաշտի հետ կեղտերի մեջ այդ լափամանից օգտվելու համար այդ նպատակով կեղտաջրերի այդ տաշտակի մեջ միասին որ լողանան։ Դրա համար չէ եկեղեցականի առաքելությունը։ Ամենևին դրա մեջ չէ։ Հետևաբար իհարկե շատ բան է փոխվել։ Ես ասեցի, ես եւս մեկ անգամ պետք է ընդգծեմ կարևոր բանը, որին հաջողվեց հասնել իշնորհիվ Հայաստանի Հանրապետության վարչապետի հմուտ գործելավոճով։ Այո, նա կոտրել է այդ առաստաղը, այդ ապակու առաստաղը, այդ առաստաղը, որ ապակուց է, բայց այդքան
վախենում էին եպիսկոպոսները, նույնիսկ չեն մատով չէին կպնում այդ առաստաղին, ապակուցել, բայց վախենում էին, հիմա փշրված է, արդեն վերջ, կործանված է կտրիչը, մեռած սատկած է, եւ արշակը իր հետ միասին, բայց իրենք լավ հասկանում են, որ վերջի վատությունը պիտի արած լինեն, մինչև վերջի շունչը պիտի դիմակայեն, իրենց մեջ արդեն գիտեք անասնական այդ բնազդն է գործում, երբ որ որսորդը ընկնում է անտառում ինչ որ կենթանու հետևից, հա, ես դատապարտում եմ, ես հետևից չեմ ընդունել դա, ինձ համար դա խորթ է որսորդությունը, որտեվ ես չեմ ուզում, որ ոչ մի կենթանին սպանվի, հա, եթե բնության մեջ ինչ որ բաներ են կատարվում process-ներ, դա արդեն Աստված տնօրինում է, Աստված է կառավարում, բայց մարդու միջամտությամբ դա չպիտի տեղի ունենա երբևիցե, նամանավանդ ինչ որ զբաղմունքի համար, հիմա բայց ինչի համար այդ պատկերավոր որ լինի, հա, տեսարանը, ոնց որ որսորդը ընկնում է կենթանու հետևից, էս է հասկանում եք նա ընկել է բանի հետևից եպիսկոպոսների հետևից էր ընկնում եւ իհարկե այսօր էլ սադրել է սադրիչներ են չէ՞ մեր այդ լրատվամիջոցները որոնք ընդդիմության վրա փողի դիմաց պատվերներով համերգ են կազմակերպել է այս ամենը որպեսզի նրանք սադրեն եպիսկոպոսական դասին որպեսզի նրանք ինչ որ բաներ այնտեղ այն է վայն է բաներ խոսեն ամբաղ զամբաղ հարցեր տան ոչ հարմար Այս մարդիկ ձերբազատվել են, հասկացել են, որ այդ շղթաները վերջապես նրանք պիտի թոթափեն, ինչքան կարող են։ 26 տարի նրանք շղթաների մեջ ճորթի կարգավիճակով ստրուկ էին։ Հիմա ով կասի, այդ եպիսկոպոսներից հոտը, եպիսկոպոսի հոտ չի գալիս, ոչ մեկից։ Գիտեք, իրենց մեղքը չի։ Կտրիչի մեղքն է։ Կտրիչը ստրկացրել է նրանց։ Նրանք դարձել են իրենց վրա որ նայում ես մեղք են գալիս։ Իրանք ասում են սփյուռքահայերի մեջ նման խոսակցություն կա։ Գիտեք, ասում են մածունի վրա կփչեն։ Սառը մածունի վրա փչում են վախենալով ինչի որտեվ այդքան վախեցած են իրանք այդքան է կտրիչը նրանց ստորացրել բանատեղ չի դրել այսօր էլ ասում եմ շնագայլերի պես այդ շակալներին ուղարկել սաղ 4 կողմերից շրջապատել են լրատվամիջոցները ընդդիմադիր հարցերը իբր թե ուղում են իրանց սադրելու համար չեմ ասի բայց մի արքեպիսկոպոս հարցրել է կտրիչին ասել է այս ինչի է կազմակերպել բա ուր են մյուս լրատվամիջոցները եթե լրատվամիջոցներ է կանչում Այդ դեպքում բոլորին կանչեք, դիմադիր ինչ է խտրականություն դնում։ Գիտեք ինչ պատասխանվեց կտրիչներցյանը, ես չեմ կանչել, ես կապ չունեմ, ասում իրանք են եկել։ Այն ֆիլմի մեջ են, որ ասում են невиноватый, я он сам пришел։ Հասկանում եք, այս պատմությունն է։ Ոնց կլինի sense բան։ Այսինքն այս խայտարակությանը պիտի վերջ դրվի։ Ոչ մի լրատվամիջոց, ընդհանրապես գործ չունի։ Դուք որևէ եկեղեցում նորմալ տեսել եք, որ լրատվամիջոցներ գնան։ Լրատվամիջոցը կարող է գալ ինչ որ տոն նկարել, լուսաբանելու համար, հա։ Ասենք տաղավարտոն լինի, զատիկ լինի կամ սուրբ ծնունդ լինի, եկեղեցին գան նկարեն, չգիտեմ, հավատացյալ, կարող են մարդկանց ինչ-որ բաներ հարցնեն, ինչ որ վերաբերում է օրվա խորհրդին, բայց լրատվամիջոցը գա, հոգևորականին սպառնա, սադրի, պրովոկացիոն հարցեր տա, սա չտեսնվելիք, չլսվելիք բանն է, երևույթ, երբ որ նայում ես, ոչ միտեղ նման օրինակ չես կարող գտնել, չկան նման բաներ, որևէ երկրում։ Նույնիսկ Ռուսաստանի մեջ չկան, դուք հասկանում եք, Ռուսաստանը տոտալիտար բռնապետական երկիր է, չկա։ Հիմա պետությունը ხო չի ղրգում, Սերժիկ չկա, Ռոբիկ չկա, աթոռի վրա նստած։ Ով է ղրգողը։ Կտրիչ Ներսիսյանը։ Ինչ է նշանակում, որ իր լափամանից են ուտում նաև։ Խոմենակ Ռոբիկի համար չեն գնացել կամ Սերժիկի։ Նաև իր համար, որ իր լափամանից խժռում են այս մարդիկ։ Այս սրա համար է։ Իհարկե մեր ժողովուրդը չի ընդունի, չի հարգի, չի համակրի։ Եվ այսօր դրանք պախարակել են լրագրողի անվան հետ են խաղացել, հեղինակավոր այս փաստորեն առաքելության հետ ես կարող եմ համեմատել, որտեղ պարտադիր քաղաքական եւ կյանքը լուսաբանելու համար եւ հասարակության ցանկացած իրադարձություն լուսաբանելու եւ առհասարակ մշակույթային հարթակի վրա կյանք լինի որևէ ցանկացած բնակավարի ով է անում 4-րդ իշխանությունը լրատվամիջոցներն են, բայց իրենք դա պախարակել են։ Նրանք դրանից գարշելի մի բան են, մասնագիտություն են, փեշակ ավելի ճիշտ, նրանք մասնագետ չեն, պրոֆեսիոնալ չկա այնտեղ, պրոֆեսիոնալիզմ չկա։ Փեշակ են արած։ Հասկանում եք, փողի դիմաց կեղտոտություն, ասեն անեն։ Իրանց ուզածը գրեն վերջում։ Այս է։ Եվ ալերգիա ունի մեր ժողովուրդը, այ դրանցից դրա համար ալերգիա ունի։ Ինչի համար էլ պիտի ունենա ալերգիա, եթե նորմալ նրանք լինեին լրատվամիջոցներ, այս բանը տեղի չէր ունենա։ Հետևաբար սիրելի ժողովուրդ, բոլորը պիտի համբերությամբ զինվեն, բայց միաժամանակ աղոթքներով առաջնորդվենք։ Ես ասում եմ, խաչը պահելով մեր ձեռքին, մեջ կամ ունենալով մեր սրտում խաչի խորհուրդը,
Շատ կարևոր է։ Ավետարանական ճշմարիտ խոսքը սերտելով եւ միայն ու միայն սիրո եւ համբերությամբ զինված սատանայի գլուխը պիտի կտրվի։ Կտրիչ Ներսիսյանը եւ իր լնգուլավազները մի քանի հոգիներն են, որոնք սատանայությունը շարունակաբար են անում եւ նրանք հերանեկար չեն կարող ունենալ ապագայի եկեղեցու մեջ։ Այս փաստն է, որը պետք է արձանագրեմ։ Եվ իհարկե ես կրկնում եմ, Կիրակի օրը պետք է տեղի ունենա Սուրբ եւ անմահ Պատարագի Քոլոսավորիչ եկեղեցուն, դուք պիտի բոլորդ ականատեսը լինենք։ Երևանը հեշտ է, բոլորը տեղը գիտեն, սիրելի ժողովուրդ։ Ովքեր որ այս հարցը իրենց կյանքի համար նշանակություն ունեցող հարց է։ Ես շատ եմ խնդրում, բոլորը գնացեք։ Այդքան մարդ պիտի հավաքվի այնտեղ, այդքան մարդ պիտի ոչ մենակ եկեղեցում ասեղ գցելու տեղ պիտի չլինի։ Շրջակայքը այդքան մարդ պիտի լինի այնտեղ, որ կտրիչ աչքերը դուրս գան։ Հավատացեք այդ օրը դուք շատ ուրախ եք լինելու, դուք գնալու եք ուրախությունը ապրելու եք այնտեղ, տոնախմբություն է լինելու այդ պատարակը, որտեղ հաղթական պատարակ է լինելու։ Հիշում եք Քրիստոսը Երուսաղեմ, այդ որ ծաղկազարդ տոնը կա, հա, մտնում է հաղթական մուտք է կոչում Հիսուսը, որ էշի վրա նստած մտնում է Երուսաղեմ։ Ես կարծում եմ, որ մեր ժողովրդի հաղթական մուտքն է լինելու դեպի ազատագրում Մայրաթուր Սուրբ Էջմիածինը, դեպի այն վերադարձը, որ աստվածային տնօրինությամբ եւ ողորմությամբ այս շարժումը վեհարանը վեհի կմաքրվի վեհարանը այս կեղտերից, այս սրբապիղծներից եւ իր ակունքներին, իր արմատներին կվերադառնա հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին։ Սա անհրաժեշտություն է։ Ուստի կարծում եմ, սիրելի ժողովուրդ, մենք պետք է համախմբված աղոթքով, պահեցողությամբ այս օրերին մեզ պատրաստենք մեծ հաղթանակի, արձանագրելու փաստը, որ Նիկոլ Փաշինյանի հանձն արված այս նախաձեռնությունը ազատել վեհարանը, որտեղ վեհարանը պատկանում է վեհի, վեհարանը սատանային չի կարող պատկանել, աֆերիստներին չի կարող պատկանել, պոռնիկ պիղծ մարդկանց, որոնք գնում են խուժանություն են անում, չի կարող պատկանել, որպեսզի դա հասնի իր լռումին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Հետևաբար կրկնում եմ ես, մենք վճռական ենք տրամադրություններով, այդ տրամադրություններով պետք է նաև ականատեսը դառնանք պատմական զարգացմանը, որը մեզ համար լինելու է ամենասև այդ էջերից հետո, ողբալի այդ եկեղեցու պատմության էջերից հետո միակ ոսկե տարերով գրված մի նոր պատմություն, եւ վերջապես մենք այդ ամոթալի սև էջերը փակելու ենք 26-ամյա այս խայտարակությունը, դա համազգային խայտարակություն է, փակելու ենք եւ մտնելու ենք դեպի ապագան, վերադարձնելով այն ամենը, այն արժեհամակարգը, այն արժեքները, որոնք պետք է չափանիշ լինեն։ Քրիստոնյա հավատացյալ մարդը պետք է առաջնորդվի եւ օրինակը դրան պիտի ծառայի եկեղեցում գործող ոչ միայն կարգն ու կանոնը, այլ նաև գային պետք է բազմի իսկապես նորին սուրբ օծություն։ Պատահական չէ, որ ասում ենք նորին սուրբ օծություն։ Ստեղտեր, այսինչ կաթողիկոս ամենայն հայոց ծայրագույն պատրիարք։ Այդ դա է սիրելիներ, այդ տիտղոսները շնորհվում են ինչի համար։ Այդ բացատրությունը հստակ է, որ տվյալ անձը պիտի ամբից լինի, մաքուր լինի, սիրված լինի, ընդունված լինի, հարգված լինի համայն հայության կողմից։ Հայրիկ պետք է լինի, որի համար չի կարող լինել քաղաքական հարթակ, քաղաքական կուսակցություններ, որպես առանձին, բոլոր մարդիկ էլ պետք է լինեն իր զավակները, անկախ դրանից թե նրանք որ քաղաքական դաշտում են գտնվում, դիմադիր թե ընդդիմադիր, ովքեր են այս մարդիկ։ Եթե նա հայր է, նա պիտի դաստիարակ լինի, խորհրդատու լինի, ներող եւ սիրող հայր լինի։ Ահավասիկ հիշեցնեմ նաեւ այստեղ անարակ որդու առակը, չէ՞, որ մի որդին հլուհնազանդ հոր հետ ապրում էր, շարունակում էր իր առաքինի կյանքը, իսկ մյուս որդին, որը որ փափագեց առանձնանալ, գնալ, ապրել այլ կյանքերով, վերցրեց ունեցվածքը հորից, որը իրեն խոստացել էր եւ վատնեց, կամուն տվեց, բայց վերադարձը եղավ, չէ՞։ Հիմա այս բանի մեջ մի քիչ ավելի մեր այսօրվա այս ճահիճին նայենք, այս պատմությանը նայենք, պիտի ինչը տեսնանք։ Պետք է նկատենք, որ այ կաթողիկոս այն հայրը պետք է լինի, որը պետք է բոլորին վերադարձնել դեպի եկեղեցի։ Ոչ թե եկեղեցին դարձնել անկյունակար, որտեղ որ պարակտում է լինում ազգային
գետնի վրա քաղաքական հայացքների պատճառով, որտեղ սև ու սպիտակների եւ ատելության խոսք է հնչում Էջմիածնից եւ տարբեր ուրեմն սուրբ սեղաններից մենք քարոզների փոխարեն լսել ենք քաղաքական ճառեր ավելի շատ ատելության կամ ահաբեկչության, մասնավորապես Բագրատի եւ Միքայելի պարագայում խոսք։ Այսա բոլորը պիտի կոչվի։ Սա չի եղել մեր եկեղեցում, սա խորթ է, չի կարող լինել։ Դա պիտի փակվի։ Արհավիտյան։ Սա է իմ տեսլականը, իմ դիրքորոշումը։ Ես համոզված եմ, որ հոգևորականները, այդ թվում նաև ազդեցիկ այսօրվա այդ բարձրաստիճան հոգևորականները, այդ 8 հոգին էլ կկիսեն այդ տեսակետը իմ։ Համոզված եմ դրա մեջ։ Նույնիսկ այսքան չեմ կասկածում։ Եվ շարժվենք առաջ։ Այսքանը կարճ աղոթքով վերջացնենք աչնարարչական, բազուկս փրկչական, Սուրբ Խաչատերյունական լինի ձեզ պահավան, այսուհետև մինչև հավիտյան ամեն։ Հիսուսի շնորհը, սերը, ողորմությունը, քաղցրությունը լինի մեր ժողովրդի վրա, եւ Տեր Հիսուս Քրիստոսը պահապան լինի Նիկոլ Փաշինյանին, բոլոր իշխանավորներին եւ մեր սիրեցյալ բազմաչարչար ժողովրդին այս սրբազան պայքարում այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն։ Կխնդրեմ շատ տարածեք հնարավոր բոլոր միջոցներով նյութը բարձրացնելու համար լայքերը անվճար են, խնդրում եմ այս նվիրատվությունը անեք ինձ եւ սկսպասեմ ձեր նաեւ գրառումներին։ Այսքանը կհանդիպենք նորից խաղ գիշեր։